Հայաստանի հերթական դիլեման մտնել BRICS թե ոչ, բազմաթիվ փորձագետներ ու քաղաքական գործիչներ են խոսել դրա նպատակահարմարության մասին, ու գրեթե բոլոր խոսակցություններում կարմիր թելով անցնում է ԵԱՏՄ-ի անդամակցությունը։ Իսկ ինչով են տարբերվում BRICS-ն ու ԵԱՏՄ-ն, փորձենք բացատրել հնարավորինս պարզ լեզվով։ BRICS-ը 5 երկրների խումբ է, անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված այս կառույցը ձգտում է դառնալ այլընտրանք աշխարհի խոշոր խաղացողներին, օրինակ մեծ յոթնյակին։ Ի սկզբանե BRICS-ը տնտեսական որևէ կոմպոնենտ չէր պարունակում, քաղաքական կառույց էր, չէր ենթադրվում, որ այս կառույցի անդամները կձևավորեն մի տնտեսական բլոկ կամ պաշտոնապես առևտրային ասոցիացիա, ինչպիսին է օրինակ Եվրասիական տնտեսական միությունը։ BRICS-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։ Բրազիլիան հարուստ է գյուղատնտեսական արտադրությամբ, Ռուսաստանը հանքային ռեսուրսներով, Հնդկաստանը էժան մտավոր ռեսուրսներով, Չինաստանը հզոր արդյունաբերական բազայով, Հարավաֆրիկյան Հանրապետությունը բնական ռեսուրսներով։ Ի տարբերություն BRICS-ի, ԵԱՏՄ-ն երբեք չի ձգտել դառնալ աշխարհաքաղաքական կենտրոն ու նրա ունեցած քաղաքական ազդեցությունները սկսվում եւ ավարտվում է տնտեսական գործիքների կիրառմամբ։ ԵԱՏՄ-ն ավելի շատ ստանդարտացման համակարգ է, որը ապահովագրում է անդամ երկրներին ինչպես տարածքի ներսում խնդիրների նվազեցումից, այնպես էլ այլ շուկաների ազդեցությունից, որոնց ստանդարտացման համակարգն այլ է։ Համաձայն The Atlas Economic Complexity Mapping Pledge to Prosperity տվյալների 2012 թվականին BRICS-ի անդամ երկրների միջև առևտուրը կազմել է այդ երկրների ընդհանուր առևտրի մոտ 10%, որից Ռուսաստանը 11.68%, Չինաստանը 7.44%, Հնդկաստանը 14.43%, Բրազիլիան 19.77%, Հարավաֆրիկյան Հանրապետությունը 20.12%։ Որոշ փորձագետներ, այդ թվում Goldman Sachs-ը, կարծում են, որ մինչև 2050 թվականն այս խմբի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալը կգերազանցի զարգացած երկրների մեծ յոթնյակի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալին։ ԵԱՏՄ-ն չի առաջարկում խոշոր կենտրոնների այլընտրանքներ, հատկապես երբ խոսքը վերաբերում է տնտեսական ու առևտրային համակարգերին։ Բանն այն է, որ ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների ճակատագրերն աշխարհաքաղաքական առումով բավականին տարբեր են, ինչը չես ասի BRICS-ի անդամ երկրների մասին։ BRICS-ն առաջարկում է օրինակ SWIFT համակարգին այլընտրանք, քանի որ արևմտյան պատժամիջոցների արդյունքում այս համակարգից օգտվելը որոշ երկրների համար դարձել էր անհնար։ 2015 թվականի հունիսի 17-ին BRICS-ի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները սկսեցին բազմակողմանի ֆինանսական համակարգի ստեղծման քննարկումը, որը կլինի այլընտրանք SWIFT համակարգին։ 2015 թվականի հուլիսի 21-ին Չինաստանի Շանհայ քաղաքում իր գործունեությունը սկսեց BRICS-ի զարգացման բանկը։ Բանկի կապիտալը կազմում է $10 միլիարդ։ 5 երկրներից յուրաքանչյուրը ներդրել է $2 միլիարդ։ Անհրաժեշտության դեպքում բանկի կապիտալը կարող է ավելացվել $40 միլիարդով, իսկ առավելագույն կապիտալը սահմանված է $100 միլիարդ չափով։ Խոշոր հաշվով փորձագետները կարծում են, որ եթե չլինեն աշխարհաքաղաքական շատ խոշոր տեկտոնական շարժեր, այս կառույցը մեծ ապագա ունի։ Իսկ Հայաստանը դեռ երկմտում է Շեքսպիրյան հերոսի ոճով՝ մտնել թե չմտնել։ Աղվան Ասյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։